Ողջույն արգելի ֆուտբոլասերներ, դուք դիտում եք ֆուտբոլի հերթական հաղորդաշարը Ինտերֆուտբոլ YouTube-յան ալիքում եւ ըստ ավանդույթի մենք ֆուտբոլի շրջանակներում անդրադառնում ենք բոլոր հետաքրքրաշարժ նորություններին Interfootball.am կայքում տեղ գտած փորձում ենք որոշակի մեկնաբանություններ անել մեր կողմից դրանց վերաբերյալ Բնականաբար կայծակը անամպ երկնքում տեղի ունեցավ Տիկնիզյանի կատարմամբ հալալա Տիկնիզյան պետք է ասեմ շատ հասուն ֆուտբոլիստի խոսք հնչեց նրա կողմից իր հարցազրույցի ժամանակ զգում եմ ինձ ինչպես կեղտի վերջին կտորը փոփոխություններ եմ ցանկանում ամռանը երախտապարտ եմ Լոկոմոտիվին եւ գլխավոր մարզչին բայց այսօր նույնիսկ ռոտացիայի ֆուտբոլիստ չեմ Պատվով ընդունում եմ իրավիճակը եւ հասկանում։ Մրցաշրջանից հետո առանձնազրույց կլինի, որը կխնդրեմ ակումբի ղեկավարության հետ։ Կխնդրեմ, որ ինձ բաց թողնեն։ Ցավոք 4 տարում ես ոչինչ չհաղթեցի։ Ծանր է ամբողջ տարի լռելը։ Ցավալի է, երբ ինչ որ մեկի համար պատրաստ ես նույնիսկ կյանքը տալ, բայց վերջում մերժված ես դառնում։ Վստահ եմ շատերը ցանկանում են հարցնել Եվրոպա հավանական տեղափոխության մասին, բայց նման լուրեր կարդալն ինձ համար ծիծաղելի են։ Պետք է աշխատել, բայց առանց խաղային պրակտիկայի մահացած ֆուտբոլիստ ես։ Որևէ վիրավորանք չկա, պետք է առաջ շարժվել։ Ահա այսպիսի խոսքեր չափազանց հասուն ֆուտբոլիստի խոսքեր, որ գիտակցում է, թե այն թերացումները, որ իր կողմից կարող է տեղի ունեցած լինեն, եւ մատնանշում է բոլոր այն խնդիրները, որ իր առաջ ծառացել են ակումբի կողմից, ռեալ նայում է իրավիճակին ու գիտակցում է, որ եվրոպական առաջնություն, եվրոպական ակումբ տեղափոխվելը ներկայումս գրեթե անհավանական է, որովհետև խաղային պրակտիկայի բացակայության դեպքում պարզապես այդ ակումբները չունեն հիմք քեզ վստահելու եւ քեզ ձեռք բերելու համար։ Սերբական Ցրվենա Զվեզդան 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար հավելավճարները ներառյալ առաջարկել է 2 միլիոն եվրո։ Տիկնիզյանին բաց թողնեն Ցրվենա Զվեզդա, ես բավականին կուրախանամ, որովհետև դա շատ լավ ուղղություն է, որպեսզի կարիերան զարգացում ստանա։ Սերբական футболում բազում ֆուտբոլիստներ են բովում, եփվում, իրենց լավագույն մարզավիճակին հասնում արդեն հետագա քայլերի համար Տիկնիզյանին։ В тот момент, наверное, вы видели, что я был расстроен тем, что команда проиграла в целом своим игровым временем каким-то. И просто я сразу сказал, я не буду отвечать. Но вы когда выкрикивали, это была чистой воды провокация. Я не слышал, что вы отказались. Ну, это, извините, это не мои просто проблемы. Но сейчас я к вам подошел, даже несмотря на тот инцидент, и лишний раз показал вам свое уважение. Поэтому я надеюсь просто, что у нас оно будет взаимным. Обязательно. Так что это все мелочи. И про дверь я кричал, если что. Ну, все, спасибо, Наир. Վերջապես սպասման ժամանակահատվածը ավարտվեց եւ Կրասնոդարը դարձավ Ռուսաստանի չեմպիոն։ Վերջապես Էդուարդ Սպերցյանը դարձավ Ռուսաստանի չեմպիոն եւ որպես ավակ իր գլխավերևում բարձրացրեց տիտղոսը։ Սա շատ խորհրդանշական էր, որպեսզի բոլոր այն մարդիկ, ովքեր թեկուզ մտքեր ունեն գոնե ֆուտբոլային աշխարհ մտնելու համար, գիտակցեն, որ ամեն ինչ միանգամից պարզապես չի լինում։ Պետք է անսահման համբերություն, սեր ու նվիրվածություն։ Ինքնազոհողություն, որը որ կարծում եմ լավագույն դրսևորումը դրա, Գալիցկին է, ով ամեն ինչ արեց եւ 17 տարի շարունակ թե մարզադաշտ, թե ակումբ, թե մարզադպրոց, ողջ այն ինֆրաստրուկտուրան դրա կողքը, որ անհրաժեշտ էր, այդ ամենը կառուցեց, ծաղկեցրեց ու բերեց հասցրեց այս բաղձալի նպատակին, ինչը շատ ուրախալի է հայ ազգի միլիարդատիրոջ կողմից, որ տեսնում ենք այսպիսի հաջողություններ։ Պորտուգալիայում գրանցվել է ֆուտբոլում երբևէ զարգացված ամենամեծ արագությունը։ Ֆամիլիկաուի դեմ Պորտուգալիայի լիգայի Betclic-ի 33-րդ տուրի խաղում 2-1 Սանտա Կլարայի վինգեր Գաբրիել Սիլվան զարգացրել է ֆուտբոլի պատմության մեջ ամենամեծ արագությունը։ Հայտնում է Սանտա Կլարայի մամուլի ծառայությունը 23-ամյա ֆուտբոլիստն այդ հանդիպմանը 95-րդ րոպեին զարգացրել է 40.3 կմ/ժ արագություն։
մի քիչ էլ արագ վազեր կարող է կամերաները նկարային եւ բալերից զրկվեր երիտասարդ ֆուտբոլիստը, սա որպես հումոր։ Ահա այսպիսի հետաքրքիր ինֆորմացիա Պորտուգալիայից։ Հաջորդ նորությունը վերաբերվում է Բարսելոնային, որովհետև նրանք երկարաձգեցին պայմանագիրը Հանս Դիտեր Ֆլիկի հետ։ Բարսելոնան ու ակումբի գլխավոր մարզիչ Հանս Դիտեր Ֆլիկը երկարաձգել են պայմանագիրը, հայտնում է պաշտոնական կայքը Բարսելոնայի։ Կողմերը համաձայնագիրը երկարաձգել են մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը։ 60-ամյա մասնագետը Բարսելոնան մարզում է 24 թվականի հուլիսից ու արդեն բոլորս էլ տեսնում ենք ինչ փառահեղ արդյունքների են նրանք հասել։ Հիմա մի քիչ անոմալ նորություններին անդրադառնանք։ Անոմալ, այսինքն չեմպիոն են դառնում, տիտղոս են նվաճում, բոլորային ակումբները, որոնք նույնիսկ չգիտեն ինչպես նշել չեմպիոնությունը։ Ահա այդպիսի դեպքերից մեկը Տոտենհեմն է։ 41 տարի անց նվաճեց Եվրոպա լիգայի տիտղոսը հաղթելով Manchester United-ին։ Նկարագրել այդ խաղը կոռեկտ բառերով դժվար կլինի, որովհետև զոդման process-ը գիտեք, չէ՞։ Նույն ինքը սվարկան, համարյա նույն բաններ։ Պարզապես տեղ ոնց որ մեզ չէին զգուշացրել, ակնոցներ պաշտպանիչ չէին կրում ու շատ ցավալի էր, որ Եվրոպա լիգայի եզրափակում ահա այդպիսի ֆուտբոլի ականատես եղանք, ոչինչ ներում ենք նրանց, որովհետև մյուս խաղերում ավելի հետաքրքիր էր ամեն ինչ տեղի ունենում, հատկապես օրինակ կոնֆերենցիաների լիգայի եզրափակում, որտեղ սկզբից Բետիսը կարծես ամեն ինչ արեց, ընդհանրապես հնարավորություն չտվեց Չելսիին հաղթանակի համար, բայց արի ուտես, որ կարգի հաշվին Չելսին 4 գնդակ ուղարկեց Բետիսի դարպասը շատ կարճ ժամանակահատվածում եւ արիստոկրատները դարձան մրցաշարում հաղթող։ Ինչ վերաբերվում է Կարլո Անչելոտիին, ապա վերջապես նա հեռացավ Ռեալից եւ նրան փոխարինող եկավ բնականաբար Չաբի Ալոնսոն։ Ճիշտն ասած, ում հանդեպ այդ պաշտոնում ես այդքան էլ տենց մեծ սպասելիքներ չունեմ, ինձ թվում է ճնշումը, սպասելիքները, ակնկալիքները երկրպագուների եւ այն բարձր նշաձողը, որ Ռեալը միշտ սահմանում է իր մարզիչների առջև, կարող են չար կատակ խաղալ Չաբի Ալոնսոյի հետ։ Նրան միգուցե այդքան բավական ժամանակ չտրամադրեն ու չեմ բացառի, եթե նա ձախողի։ Ամեն դեպքում հաջողություն եմ մաղթում իսպանացի մարշչին, ուզում եմ ասել ֆուտբոլիստին, բայց հիշեցի, որ էլ վաղուց, շատ վաղուց Չաբի Ալոնսոն ֆուտբոլ չի խաղում։ Անչելոտին հեռացավ բնականաբար գնաց ուր Բրազիլիայի հավաքական այն ամենը ինչ տեղի էր ունենում, այն բոլոր շշուկները, որ Անչելոտին պետք է գնա Բրազիլիա, Անչելոտին պետք է գնա Բրազիլիա, հետո Պերեսը հերքեց, չի գնալու, ոչ մի դեպքում մենք տենց բաց չենք թողնի նրան, բնականաբար այդ ամենը զուտ ժամանակ ձգելու համար էր։ Անչելոտին արդեն իսկ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչն է եւ հասցրել է հրավիրել իր հայտացուցակում ներառված ֆուտբոլիստներին ու գուշակեք ում չի հրավիրել նա եւ ինչ պատճառաբանությամբ, որ ամենահետաքրքիրն է, Անչելոտին չի հրավիրել Էնդրիկին եւ երբ հարցրել են ինչու չի հրավիրել, նա նշել է, որ ակումբում նրա մարզիչը իրեն բավական խաղաժամանակ չի տրամադրել։ Սա իրոք շատ զավեշտալի է, որովհետև հենց ինքն էր Էնդրիկին խաղաժամանակ տրամադրողը Ռեալում։ Հաջորդ նորությունը, որ արժանի է, որպեսի ուշադրություն դարձնենք, այդքան էլ իմ սրտով չի, բայց դե պետք է ասեմ, Նապոլին հաղթեց Կալիարիին վերջին տուրում եւ դարձավ քառակի չեմպիոն։ Սա ավելի շատ ինձ համար Ինտերի պարտությունն էր, քան թե Նապոլի հաղթանակը, որովհետեւ ամենաթույլ չեմպիոնն էր վերջին տարիների Իտալիայում գրանցված կարծում եմ, թե խաղային առումով, թե Կոնտեի տակտիկական պլանը հաշվի առնելով, այդ ամենը երբ որ դնում ես մեկտեղ ու այն խաղերի քանակը, որ նրանք խաղացել են ողջ խաղաշրջանի ընթացքում, գիտակցում ես, որ Նապոլին պարզապես ողջ ուժը ներդրել է մեկ առաջնության վրա, այլ ճակատներում ընդհանրապես ոչինչով չի զբաղվել ու մեկ միավորի տարբերությամբ է հաղթում առաջնությունը, դա էլ երևի չէր լինի, եթե Ինտերը
մի քիչ հարցակվող ունենար, այլ ոչ թե Թարեմի Կորեա Արնաուտովիչ։ Հաջորդ նորությունը Անգլիայից 9 ակումբ եվրագավաթային ուղեգիր է նվաճել։ Պատկերացնում եք, առաջնությունից լավագույն 5 թիմերը՝ Լիվերպուլը, Արսենալը, Մանչեսթեր Սիթին, Նյուքասլը եւ Չելսին հանդես կգան Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում։ Ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի լիգայի փուլի ուղեգիր է նվաճել նաև Եվրոպա լիգայի հաղթող Տոտենհեմը։ Ահա այսպիսի նորություններ են մեզ մատուցում անգլիական ակումբները եւ պետք է նաև նշել, որ Ասթոն Վիլան եւ Անգլիայի նորընծա գավաթակիր Crystal Palace-ը կխաղան Եվրոպա լիգայում, Nottingham Forest-ը կմասնակցի արդեն կոնֆերենցիաների լիգային։ Հաջորդ նորությունը բնականաբար ամենասպասվածներից էր, հատկապես Բարսելոնայի երկրպագուների համար, որովհետև կատալոնական ակումբը եւ Լամին Յամալը երկարաձգեցին պայմանագիրը մինչեւ 2031 թվականը։ Պատկերացնում եք 2031 թվականին պարզապես մի հիշեցում անեմ, որ Յամալը կլինի ընդամենը 23 տարեկան։ 23։ Մի ֆանտաստիկ իրադարձություն։ Մեկ վայրկյան։ Алло, Кабан, перезвони. Պայմանագրով 17-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը կլինի 1 միլիարդ եվրո։ Աստղաբաշխական թվեր, բայց չգիտեմ խի ինձ թվում է մի գեղեցիկ օր։ Միացենց, չգիտեմ, անհավանական բան տեղի կունենա եւ Սաուդյան Արաբիայում այնքան կհարփեն, թաքուն դե այնտեղ արգելված է, չէ, ալկոհոլը։ Թաքուն այնքան կհարփեն, որ կզանգեն Բարսելոնա, կասեն մենք 1 միլիարդ տալիս ենք Յամալի համար։ Ինչ վերաբերվում է վերջին նորությանը, որը կուզենամ ձեզ մատուցել, Տրենտ Ալեքսանդր-Արնոլդը պաշտոնապես Ռեալի ֆուտբոլիստ է։ Այո, Ռեալը շարունակում է տրանսֆերներ իրականացնել, ժամանակ ընդհանրապես չի կորցնում, որովհետև հատկապես այն ակումբները, ովքեր մասնակցելու են հունիս-հուլիս ամիսներին աշխարհի ակումբային առաջնությանը, նրանք ընդհանրապես դադարի հնարավորություն չունեն։ Պետք է ֆուտբոլիստներ նոր ձեռք բերեն ու հնարավորինս ուժեղացնեն իրենց թույլ գոտիները։ Ահա այդպիսի տրանսֆերներից մեկը Տրենտ Ալեքսանդր-Արնոլդն է, ով արդեն պաշտոնապես Լիվերպուլից տեղափոխվեց Ռեալ եւ ներկայացվեց որպես Ռեալի ֆուտբոլիստ։ Գրեք մեկնաբանությունների հատվածում ձեր վերաբերմունքը ահա այս տրանսֆերի հանդեպ, չնայած այնտեղ նաեւ Ռեալը հյուսենին է առել 60 միլիոն փոխատվել, ամեն դեպքում դրան դեռ կհասցնենք անդրադառնալ մենք հետագայում, երբ որ նա խոսելու առիթներ կտա մեզ։ Ահա այսքանն էի պատրաստել ձեզ համար նորություններից, հուսով եմ ձեզ դուր եկավ մեր հաղորդումը, հուսով եմ դուք կլինեք ակտիվ մեկնաբանությունների հատվածում, լավ եղեք, ակտիվ եղեք, լայքեք, տարածեք տեսանյութը եւ կհանդիպենք շատ շուտ։